Մահվան ելքով բազմաթիվ վթարներ տեսած այս նույն ճանապարհին բախվել են BMW-ն եւ Opel Mach-Nishի ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW-ն դուրս է եկել ելթևեկելի գոտուց, գլխիվայր գլորվել ու հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 6 մարդ զոհվել է, նրանցից 2-ը երեխաներ են, եւս 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորների մեջ կան երեխաներ։ Նրանց շտապ Երևան տեղափոխելու համար ուղղաթիռ է պահանջվել։ Կա տեղեկատվություն, որ զոհերից 5-ը նույն ընտանիքի անդամներ են։ Դեպքի առնչությամբ առողջապահության նախարարությունն էլ հայտարարություն տարածեց։ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի։ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից 2-ի կյանքը ցավոք փրկել չի հաջողվել։ Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը Երևանյան բուժհաստատություն։ Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր եւ ծայրահեղ ծանր։ Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ։ Սովորաբար նման ողբերգական դեպքերին հաջորդում են քննարկումներ կախված հետագայում պատճառների բացահայտումից։ Առաջարկվում է այս փոփոխությունն անել կամ այն խստացմանը գնալ, բայց այդ ամենը տևում է օրեր ու անցնում։ Ասենք բարեկները այդ մասում ավելի ուժեղ կվերահսկեն ու ասենք առաջիկա մի շաբաթը այդ մասում մի քիչ ավելի շատ են գնում գալիս, կարծես թե ասենք, չգիտեմ, երկրորդ դեպքը պիտի մի շաբաթում լիներ կամ մի շաբաթ հետո չի լինելու։ Արդեն երկար ժամանակ է մասնագետները բարձրացնում են ճանապարհատրանսպորտային պատահարների առնչությամբ լուրջ հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտության հարցը։ Ծանր վթարների ահռելի տվյալների բազա է հավաքել Հայաստանը անցած տարիներին։ Դա բավարար է լուրջ վիճակագրություն կազմելու համար։ Նույնիսկ մի քանի մարդու մասնակցությամբ ուսումնասիրությունն այս ոլորտում էական փաստեր կարող է բացահայտել։ Անմիջապես ի հայտ են գալիս ուրեմն այն տեղանքները, որտեղ անընդհատ խախտումները լինում են։ Անմիջապես հնարավոր է լինում վերլուծել, թե վթարների պատճառները, քանի տոկոսը ինչ պատճառներով է լինում։ Իդեպ, արդեն եղել է փորձ, երբ քննչական մարմնի բարեխիղճ ներկայացուցիչը ինքն է ֆիքսել խնդրահարույց տեղանքն ու նախաձեռնել քայլեր ճանապարհի տվյալ հատվածի անվտանգությունը բարձրացնելու համար։ Հետնյութի են գցել մեքենայի տակ, մահացել։ Մեկ էլ հասել ենք 2013 թիվ, երբ որ գործը մի հատ ավարտվել, հետո երկրորդն ավարտվել, մոտարապես երրորդը ավարտվել, փառք ու պատիվ դատախազի գրություն է գրել, որ ընկերներ միջոցներ ձեռնարկեք, դե պարզվեց, որ անընդհատ ստեղ դեպք է լինում, միջոցներ ձեռնարկեք վերացնելու, մասնավորապես լուսավորեն ու հետնյութային անցում անեն։ Մասնագետների կարծիքով վթարների եւ դրանց հետևանքով զոհերի թվի նվազման համար անհրաժեշտ է ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ ներգրավել։ Փորձագետները նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ պետք է հետազոտեն վթարներին առնչվող տվյալները՝ մասնակից մեքենաների գույնից, օրվա ժամից մինչև վարորդի անձնական նկարագրությունն ու ճանապարհի թեքություն։ Արդյունքում էլ պետությանը ներկայացնեն քայլերի հերթականություն այս ոլորտում իրական տեղաշարժ ունենալու համար։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։